Բարև ձեզ, Factor TV հյուրը հասարակական գործիչ եւ պատմաբան Արամայիս Աղաբեկյանը, ողջույն, պարոն Աղաբեկյան։ Ձեր գնահատմամբ ինչու է Ադրբեջանը մի ամսից ավելի կլինի թեժ պահում հայ-ադրբեջանական սահմանում իրադրությունը, կրակելով հայկական գյուղերի ուղղությամբ վնասելով հասարակական բնակելի շենքեր, բայց նաև մեղադրելով հայկական կողմին կրակոցների մեջ։ Նաև իդեպ ԵՄ դիտորդական առաքելություն էր 3 ֆիքսել ադրբեջանական կրակոցներ եւ նշել, որ հնարավոր է հենց նրանց դիրքերից են այդ կրակոցներն արձակվել։ Կարծում եմ ամեն ինչ առավել քան պարզ է, ադրբեջանական կողմը որևէ կերպ իրական խաղաղություն չի ուզում եւ այս կրակոցները բոլորը հենց տեղեկատվական առումով ցույց տալ են, որ ժողովուրդ տեսեք խաղաղության որևէ երաշխիքներ չկան եւ հայկական կողմը չի ցանկանում գնալ խաղաղության։ Ադրբեջանցիներն է ուղղակի այսինքն։ Ադրբեջանցիները նաեւ իրենց հայտարարությունների բովանդակությունը երբ որ նայում ես, օրը 3-4 անգամ հայտարարություն են տալիս, որ հայկական կողմը խախտել է հրադադարը, այն դեպքում երբ որ մենք բոլորս եկարքի տակսում ենք, որ հայկական կողմը այդպես խաղաղություն աղաչողի կարգավիճակով է եւ դժվար թե ինքը հրադադար խախտի։ Չկա գոնե մեկ պատճառ խախտել։ Այո, ավելին նույնիսկ այն նախապայմանները, ինչ որ նախկինում հայկական կողմը համարում էր, որ բանակցելու քննարկելու առարկա է, այժմ ինքը ուղիղ ասում է, որ այդ անգամ այդ նախապայմանները իրականացնելու է։ Եթե ուշադրություն դարձնենք, այս վերջում երկու կարևոր արձանագրում եղավ, որ անգամ Մինսկի խմբի լուծարումը պատրաստ ենք, եթե նախկինում ասում էին, որ Մինսկի խմբի լուծարումը պատրաստ ենք քննարկել խաղաղություն պայմանագիրը ստորագրելուց հետո, հիմա ասում են, որ Մինսկի խումբը պատրաստ ենք լուծարել նույն օրը, նույն ժամի խաղաղության պայմանագիրը ստորագրելու հետ միասին։ Ինչ վերաբերվում է դիմում գրել առնվազն լուծարման նպատակով։ Այո, դե դա էլի, այսինքն դիմում գրել է այդ նույն բանն է։ Կամ ինչ որ վերաբերվում է համանդրական փոփոխությունների ինտերպրետացիային, հիմա արդեն ուղիղ ասում են, որ համանդրական փոփոխությունների մասին անկախության հռչակագրին հղում չպիտի լինի։ Այսինքն նախկինում երբ որ լողոզված էին այս հարցին պատասխան, հիմա ուղիղ են պատասխան, որ անգամ այդ նախապայմաններն իրենք պատրաստ կատարել։ Բայց էլի ադրբեջանական կողմը ասում է, որ կրակում են, մենք շատ անգամ դեռ ենք այս հարցը միասին քննարկել, երբ որ ես ասում էի, որ եթե իրենք առիթ ցանկանան գտնել ռազմական գործողություններ իրականացնելու, մի քանի օր շարունակ հայտարարելու են, որ հայկական կողմը կրակել է եւ հետո նոր այդ ռազմական գործողությունները իրականացնեն։ Իրենք դեբիլ չեն, որ ասեն հայկական կողմը մերես ինչ բանը չի, պահանջը չի կատարել, դրա համար հարձակվում ենք։ Հիմա այս ինչ որ process-ներ որ կատարվում է, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը ամենևին էլ այդպես խաղաղության գնալու ցանկություն չունի կամ առնվազն չունի խաղաղության գնալու այն պարամետրերով, ինչ պարամետրերով, որ այսօր քննարկումներ կան։ Իհարկե ինքը այդ ավելին պարամետրերի մասին չի խոսում, բայց այդպես երազում է այդ պարամետրերի մասին եւ անհրաժեշտության դեպքում, հնարավորության դեպքում կգնա այդ պարամետրերը ստանալու։ Դա անխոչնդոտ ճանապարհն է Հայաստանի Հանրապետության տարածքով, որը իրենց օրակարգից դուրս չի եկել եւ իրենք շատ լավ պատկերացնում են, որ եթե հայկական կողմը ենթակառուցվածքային տեսանկյունից միանում է այդ ողջ process-ներին հավասարի կարգավիճակով, ապա Հայաստանը նույնպես տնտեսական մեծ առավելություն է ունենում, ֆինանսական մեծ նորներ հոսք է ունենում եւ հնարավորություն է ունենալու վերականգնվելու առնվազն ռազմական գործողություններից հետո եւ իրենք ուզում են գնալ այնպիսի ճանապարհով, որի պայմաններում հայկական կողմը այդպես իր ինքնուրույնության եւ ինքնիշխանության կորստով պետք է ճանապարհը իրենց տա։ Կօգտագործեն Հայաստանի տարածքը, բայց Հայաստանը չի օգտվի դրանից։ Կշարունակի մնալ բլոկադայի մեջ։ Իրենց նպատակը դա է։ Նաև ուշագրավեր Չինաստանը այդ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության փաստաթղթի կնքումը Ալիևը Պեկինում է եւ այնտեղ կոմունիկացիայի հարցը առանցքային էր փաստորեն այդտեղ եւ ադրբեջանցիները փորձում են Չինաստանին համոզել, որ մեր Զանգեզուրի միջանցքը ձեր մեկ գոտի մեկ ճանապարհի շարունակությունն է, եկեք կառուցեք ճանապարհներ, ներդրումներ արեք, ձեզ հասկանալի է ինչու են հրավիրում չինական կողմին։ Չինական կոմկուսի ներկայացուցիչը երբ որ շաբաթներ առաջ Բաքվում էր, Ալիևը, վարչապետը, Միլի Մեջլիսի նախագահը, բոլորը այս թեզն էին կրկնում, որ մեր Զանգեզուրի միջանցքը ձեր մեկ գոտի, մեկ ճանապարհի շարունակությունն է։ Տրամաբանական է իմ նախորդ հարցի պատասխանը
սրա մեջ կար, իրենք ուզում են որպեսզի դրականն այնն է, որ չինական կողմը նաև հիմա ինչքան գիտեմ դեսպանի մակարդակով ասաց, որ Հայաստանի հետ Հայաստանի հետ էլ պետք է որոշակի գործընթացներ համաձայնեցվի, Հայաստանն էլ պետք է տեղ գտնի։ Իհարկե ադրբեջանական կողմը կարող է ամեն ինչ ասել, որ գիտեք ինչ մենք այդ ճանապարհի տերտիրականն ենք, մենք ենք որոշում եւ այլն, բայց դեռևս այնքան ժամանակ որքան որ գետնի վրա այդ իրականություն չէ, Չինաստանը չի կարող հաշվի չառնել այդպես Հայաստանի անմիջական վերահսկողությունը տվյալ տարածքի։ Իհարկե Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում հիմնական խաղացող եւ բացի դրանից այդ մեկ ճանապարհ, մեկ գոտին միայն Զանգեզուրի միջանցք չէ, ինքը նաեւ այո Ադրբեջանը հենց այդ համակարգի մեջ շատ մեծ դեր եւ նշանակություն ունի առանց Ադրբեջանի նախագահը երբ որ Վրաստանի նախագահին հյուրընկալել էր ասում են որ մենք Վրաստան եւ Ադրբեջան կազմում ենք այդ միջանցքի մաս եւ Հայաստանը դուրս է մնացել դրանից այո եւ ամբողջ խնդիրը հենց կայանում է նրանում որ հայկական կողմը այս նման իրավիճակում ինքը կամ-կամի տեխնոլոգիան պետք է օգտագործի, ոչ թե հույսը միայն ասի, որ այսինչ ենթակառուցվածքների միայն ես գոտու մեջ եմ ես պատկերացնում, ինքը հնարավորության շրջանակներում բոլոր աշխարհակաղակական խաղացողների հետ պետք է փորձի առևտուր անել եւ գտնել այն ոսկի միջինը, որը որ եւ իր տարածքային ամբողջականությունը կպահպանվի եւ այդ ենթակառուցվածքների բացումից ինքը շահած դուրս կգա։ Այն որ հստակ է, որ ադրբեջանական կողմը հենց ձեր ասած հայտարարությունների շրջանակներում չի պատկերացնում այնպիսի կոնֆիգուրացիա, որտեղ որ Հայաստանը եւս շահելու է, սա փաստ է։ Մնացածը արդեն որոշակի այդպես ինֆորմացիա պետք է ունենաս պետական մակարդակով, որ հասկանաս ինչ առաջարկներ գոյություն ունեն։ Իհարկե, Միրզոյանը կարծեմ անթալիա մի քանի դետալ բացեց, որ այսպես սկաներների միջոցով կարող են այդ բեռները ստուգվել կամ նախորոք հայտարարեն Ադրբեջանը եւ անցնելու ժամանակ ուղղակի այդ վճարումը կատարվի տեղում կամ նախորոք, այսինքն իրոք շատ հեշտացված բան կարող է լինել կամ փոխադրումը իրականացնել Հայաստանի տարածքում հայ վարորդները, Ադրբեջանը ընդունի դա արդեն Նախիջևանի սահմանին եւ շարունակություն տան, բայց այսինքն դուք կարծում եք նման առաջարկները իրոք հեշտացված ռեժիմի չի ընդունում կիսաբլոկադայի մեջ պահելու նպատակով, հա, զուտ դա։ Կարծում եմ կա նաեւ բանի խնդիր, ինչ անուն է, մարշրուտի խնդիր գոյություն ունի, հայկական կողմը այնինչ առաջարկում է եւ ադրբեջանական կողմը այնինչ պատկերացնում է, այստեղ էլ կա տարբեր ընկալումների, այո, տարբեր ընկալումների հարց կա, այստեղ կա նաեւ պարսկական գործոնը, Պարսկաստանը դեմ է, որովհետեւ նախ միայն Հայաստանի գեղեցիկ աչքերի համար չի դեմ եւ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար չի դեմ է, որովհետեւ իր տարածքով է ամեն ինչ այդ process-ը ինչ որ իրականացվում է, այո, իրենից կախվածություն է պահում, այո, ուզում է շարունակել իրենից կախված մնալ, այստեղ այդպես երբեմն ես տեսնում եմ նույնիսկ քաղաքագիտական շրջանակներում այսպես քննարկում են, այո, սիրահարվածություն կա, որ պարսիկները մեզ փրկիչ են եւ այլն, իրականում կա այո, շահերի որոշակի համադրություն եւ դա բնական է, որ շահերի համադրությունը կա, կորցնողի կարգավիճակում է լինելու Վրաստանը, դրա համար ադրբեջանական կողմը հիմա վրացիների հետ խոսում է, ասում է, որ դուք մենք այս շրջանակներում բավականին հաջող կարգավիճակում ենք լինելու, որովհետև եթե պատկերացնենք, որ իսկապես Հայաստանի տարածքով ճանապարհ է բացվում, որ Հայաստանի Հանրապետությունը կարողանում է, որն ավելի կարճ ճանապարհ է, քան թե Վրաստանով, եւ Հայաստանի Հանրապետությունը կարողանում է դրանից ֆինանսական եւ տնտեսական եկամուտներ ունենալ, ապա հասկանալի է, որ Վրաստանի եկամուտները նվազելու են առնվազն։ Այստեղ դրա համար եմ ասում, որոշակի շրջահայացություն է պետք եւ Պարսկաստանի հետ կարողանալու պայմանավորվելու շահեր համադրելու եւ Վրաստանի հետ պայմանավորվելու հասկանալու համար ինչը որտեղով եւ այլն, որպեսզի նաեւ Վրաստանի համար չլինի այնպիսի իրավիճակ, որպեսզի այդպես ճշնամական հարաբերությունները ճշնամականի չվերածվեն, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ պետք է վերջապես հասկանում ենք, որ Հարավային Կովկասում առավել եւս այն պայմաններում, եթե օրինակ դիտարկենք, որ ուկրաինական պատերազմը ինչ որ մի փուլում
կամ ավարտվի, կամ ավելի սառը գոտի մտնի, հասկանալի է, որ ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում մեծանալու է, որ ռուսական շահը պետք է հաշվի առնել ու փորձել հասկանալ, թե ինչ շրջանակներում պետք է իր հետ պայմանավորվել։ Դրա համար եմ ասում, ինֆորմացիայի լրջագույն խնդիր կա, որ հասկանալու համար, թե կողմերն իրականում ինչ են ուզում, բայց այն, որ ենթակառուցվածքների բացումը այն պայմանով, որ դա լինի հայկական ինքնիշխանության տակ եւ թեկուզ բարձրացված ռեժիմով, այդտեղ առանձնահատուկ տենց մեծ դժբախտություն չկա, վայ ինչու բարձրացված ռեժիմով, կարևորն է, որ դրանից ֆինանսական եւ տնտեսական եկամուտ հետապնդի Հայաստանի Հանրապետությունը։ Այո, եւ անպարտադիր կերպով լինի այն թույլ տվողը իր տարածքով ինչ տանելու, հենց սա է այդ ինքնիշխանության ֆակտորը, դա որ ես պիտի որոշեմ ինչ է իմ տարածքով անցնում, ինչ չի անցնում։ Տեսեք, պարոն Աղաբեկյան, մենք տեսնում ենք սա կոմունիկացիոն հարթությունների process-ն է, բայց Հայաստանի հարավի հատկապես նկատմամբ խոշոր ուժերի ուշադրության կենտրոնացում ֆրանսիական իրանական հպատոսարաններ կան այնտեղ Իրանը Հայաստանի Հանրապետության հետ զորավարժություններ անցկացնում, իհարկե յուրաքանչյուրը սահմանի իր մասում, ինչը եւս իրական կարևոր գործոն է, որ իրանական զորքեր չմտան Հայաստանի Հանրապետություն եւ ի տարբերություն չկա ռուսական զորքերին, թե ինչ որ այլ զորքեր։ Միացյալ Նահանգների դեսպան վերջերս Սյունիքում էր եւ կրկին Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի աջակցություններ հայտնում նաև խաղաղության գործընթացին, այսպես իրենց աջակցությունը, Ռուսաստանի մասին էլ չասած նոյեմբերի 9-րդ կետով մինչև հիմա միջանցք են ուզում Ադրբեջանի հետ միասին, ձեր կարծիքով ինչպես հայկական կողմը կարող է դուրս գալ այս իրավիճակից, այսքան շահեր գալիս են այստեղ, այսքան հակադիր շահեր են գալիս, մեկը մյուսին բացառող, շատ հաճախ թշնամական եւ իրականում խճճված պատմություն է, արդյոք Ադրբեջանի հետ երկկողմ ինչ որ պայմանավորվածություններ գնալով հնարավոր է այս շահերը մի կերպ զսպել եւ Հայաստանի շահը առաջ տանել, ինչ է տեսնում։ Կարծում եմ Ադրբեջանի հետ երկկողմ պայմանավորվածություններ հնարավոր կլիներ, եթե որոշակի ուժային բալանս լիներ։ Այս դեպքում իհարկե միանշանակ երկկողմ բանակցությունները լավագույն լուծումը կլինեին, բայց քանի որ ուժային բալանս չկա, սրանից ենթադրում է Ադրբեջանի այդպես հավասարի չընդունելու հռետորաբանությունը։ Թե ադրբեջանական կողմը չինական կողմի հետ քննարկում է, որ մեր Զանգեզուրի միջանցքը, այստեղ արդեն խնդիր կա ադրբեջանական կողմի հետ ինչ որ մի բան պայմանավորվելու, առանձին պայմանավորվելու հետ կապված։ Նույնիսկ այդ վերջին այսպես կոչված հայ-ադրբեջանական առանձին պայմանավորվածությունների հետևում անմիջապես այդպես թուրքական գործոններ երևում, ընդ որում համաձայնեցրած ռուսական կողմի հետ, որովհետև այն ինչ որ պայմանավորվածություններ ձեռքեր բերվել են սահմանազատման այդ process-ները եւ այլն անմիջապես այդ ժամանակ, եթե հիշում ենք, Ալիևը ասում էր, որ տարածաշրջանում ասող տղան Պուտինն է եւ մենք իր հետ ենք համաձայնեցնում։ Կարծում եմ այո, չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետությունն այժմ հիմա Հայաստանի Հանրապետության համար առավել կարևոր են դարձել դիվանագիտական գործիքները, քանի որ այդպես առավել քան երբևէ Հայաստանի համար հիմա կարևոր է այդ շահերի բախման եւ շահերի համադրման վրա աշխատանքը, որովհետեւ ինքնուրույն ինքը ռազմական, տնտեսական տեսանկյունից դեռևս այնքան չկա, որպեսզի կարողանա դա անել։ Խնդիրը այստեղ այլ է, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները գնում է, այսինքն որտեղից ճնշումն ավելի ուժեղ է, այդտեղ զիջելու ճանապարհով։ Իսկ այս պարագայում նման դասավորվածության դեպքում ադրբեջանական թուրքական ճնշումը ամենամեծն է։ Դրա համար իրենք այդպես փորձում են ստեղծել այդ պատրանքը, թե իբր անկախական են, իբր իրենք ինքնուրույն քաղաքականություն են գնում վարեն եւ հենց փորձում են պայմանավորվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Անկամ այսպիսի դիրքորոշում կա, քննարկում կա, որ նույն տրանսպորտային կոմունիկացիաները բացվեն նաեւ այդպես թուրքական երթուղիների շրջանակներում, թուրքական պատկերացրած կա չէ խոսակցություն կենտրոնական Ասիան Ռուսաստանից կտրելու ծրագրի շրջանակներում այդ process-ները իրականացնել շատ Թուրքիան Ադրբեջանով է պայմանավորում իր հավանական վարքագիծը սահմանի բացման առնչությամբ։ Այո, եւ պայմանավորվելով, այսինքն այսպիսի
մի հարցադրում էլի պատկերացնենք, որ Հայաստանի Հանրապետությունը գալիս է եւ ասում է հարգելի Թուրքիա, ես ինչ ծրագրեր պատկերացնում ես, ինչպես պատկերացնում ես ենթակառուցվածքների բացումը, ես դրա տակ պատրաստ եմ մտնել։ Իմաստ չի ունենալու այլևս ադրբեջանական կողմին ասել, բա գիտես ինչ ռազմական ճանապարհով ինչ որ մի հարց լուծիր, բայց միաժամանակ նաեւ մի մոտակա մի 4-5 տարվա մեջ Հայաստանը բավականին Թուրքիայի լրջագույն ազդեցության տակ է անցնելու, որը իհարկե երկարաժամկետ ապագայում լրջագույն վտանգ է եւ մեր պետականության համար, ու պետք է հասկանանք, թե սրա համար ինչ գին է վճարելու հասարակ հայը, որը իմ կարծիքով շատ կարճ ժամանակի ընթացքում այդ եղած 3 միլիոնից մնալու է մաքսիմում 1 միլիոն մարդ, այսինքն մարդիկ չեն մնալու այդպես ապրել։ Կա երկրորդ տարբերակը իրանական Իրանի պատկերացումները, որ եղբայր ես բոլոր առումներով քեզ հարց հակաջակցի թե չէ, աջակցելու եմ, եթե դու կանգնես եւ ասես, որ այդ տրանսպորտային այդ տարբերակով այդ գիծը չի բացվում, չգիտեմ, սա էլ է լուրջ խնդիր, թե արդյոք արժե այդ ճանապարհով գնալ թե ոչ։ Ինչ վերաբերում է ամերիկյան ազդեցությանը, եվրոպական ազդեցությանը, հաշվի առնելով ներկայիս իրողությունները, ես այդքան մեծ հույսեր չէի կապի, չէի ասի, որ եթե Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, ինչ որ գործնական քայլեր այդ ուղղությամբ անելու է։ Չէ, այս պահին հիմա ինչքան էլ ինձ մեղադրեն, բայց ես կարծում եմ, որ ավելի շատ պետք է կենտրոնանալ հենց ռեգիոնալ ազդեցության խաղացողների, տեղաբաշխումների վրա, ու ինչ որ չափով նաև եվրոպական գործոնը կարող է, ֆրանսիական գործոնը կարող է ավելի այդպես ազդեցիկ լինել։ Ամերիկան, եթե ուկրաինական հարցում է այս պահին պատրաստ հետ քայլ անել, կարծում եմ Հարավային Կովկասում պատրաստ է զիջելու այդպես ազդեցության գոտի որպես այդպեսին Ռուսաստանին։ Դրա համար եմ ասում, որոշակի ինֆորմացիա կա, որը դու պետք է իշխանություն ունենաս, տիրապետես այդ ինֆորմացիային։ Իսկ այդ պարագայում դուք Ֆրանսիայի գործոնը նշեցիք, պետություն, որը ակնհայտորեն Եվրամիությունում լիդերի կարգավիճակ ունի եւ Մակրոնը երբ որ գնում էր Սպիտակ տուն օրինակ Թրամփ հետ խոսելու Ուկրաինայի հարցով, ակնհայտորեն նա իր հետ տանում էր նաեւ եվրոպական միության տեսակետը եւ նայն ղեկավարն է, որ կարող է խոսել պաշտոնական Բրյուսելի անունից եւ հետադարձ կապ ապահովել այդ երկրների հետ։ Այդ ձեր կարծիքով այս անորոշությունների կամ լարված մրցակցության պայմաններում մենք ինչպիսի ԵՄ-ի հետ ենք գործ ունենալու, էլի եթե փորձենք սա այս հարցը պրոյեկտել Հայաստանի շահերի տեսանկյունից, կա պեսիմիզմ Եվրամիության անդամակցության նկատմամբ, կա նաև լավատեսական մոտեցում, որ դա կարող է օրինակ ծառայել Հայաստանի ռեսուրսների մեծացմանը, ոչ ոք իրոք չի գալու մեզ փրկի այդ պատրանքներից դուրս գանք, ոչ ոք չի գալու, այդտեղը պատերազմի աստված մի ասի, եթե այդպիսի բան լինի, բայց նաև սեփական բյուջեն լցնելու, ռազմաարդյունաբերություն կառուցելու, հա, սեփական անվտանգություն ապահովելու իմաստով կարևոր են գործընկերները, որոնք քեզ պատրաստ են այդ աջակցությունը տալ, այդտեղ դուք ինչպիսի ԵՄ եք տեսնում իր խնդիրներով եւ առավելություններով հանդերձ։ Նախ շատ կարևոր է արձանագրումը, որ ես Հայաստանը օրինակ իդեալում պատկերացնում եմ որևէ բլոկի մեջ չընդգրկված, այսինքն ցանկացած բլոկ, որտեղ որ դու լինելու ես, այդ բլոկը ենթադրելու է եւ պարտականություններ եւ իրավունքներ, բայց անկախությունը միշտ էլ ցանկացած պարագայում ավելի արժեքավոր է։ Հիմա այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ԵԱՏՄ-ի մեջ եւ եթե ուզում է մտնել Եվրամիություն, դա նշան չի կարող լինել եւ ԵԱՏՄ-ի մեջ եւ մտնել Եվրամիություն։ Տնտեսագետները պիտի հաշվարկ անեն, տեսնեն գոյություն ունեցող աշխարհագրական դիրքից ելնելով, տնտեսական պայմանագրերից ելնելով, ոնց են էլի պատկերացնում, որ մի օր Հայաստանի Հանրապետությունը պետք է արտանա, ասի, որ ես ԵԱՏՄ-ից դուրս եմ գալիս, մտնում եմ Եվրոպական միություն։ Այս հարցի պատասխանը պետք է տրվի, հետո նոր այդ ճանապարհը ուրվագծվի եւ գնա այդ ճանապարհով։ Ինչ վերաբերում է առանձին եվրոպական երկրների հետ հարաբերություններին, ես այստեղ ավելի այդպես դրական եմ մտածում, որտեղ եթե հարց առաջանում է անհատական հարաբերություններին, նույն Ֆրանսիան, որ այս պահին այո, ցանկություն ունի Հարավային Կովկասում ակտիվանալու, կարող է բավականին լավ գործընկեր հանդիսանալ եւ ռազմական համագործակցության տեսանկյունից եւ ինչ որ տնտեսական հարցերում կարող ենք
լեզու գտնել իրար հետ, եվրոպական այլ երկրների հետ կարելի է շատ հանգիստ առանց որևէ մեկ միության մեջ մտնելու փորձել որոշակի հարաբերություններ ձևավորել։ Այսպես ասեմ, եթե եվրոպական աշխարհը եւ եվրոպական հիմնական խաղացողները ռեալ ցանկություն ունենան ոչ միայն փափուկ ուժով, այլև պինդ ուժով այստեղ որոշակի ազդեցություն ունենալ, իրենք Եվրոմիության մեջ լինել, չլինել, այդպիսի բաներին չեմ նայելու։ Իրենք հստակ այդ իրենց գործունեությունը իրականացնել, ինչպես Չինայում, օրինակ այս պահին Միացյալ Նահանգները, երբ որ առաջնահերթությունների հայտարարում եւ օրինակ հստակ տարածքային ամբողջականության սկզբունքի անտեսում է իրականացնում, ասելով, որ այսինչ երկիրը մերն է, մենք Գրիմը Ռուսաստան կամ նույն ռուսական կողմը, երբ որ ասում է, որ այսինչ տարածքները իմն են, ավելին նույնիսկ այդ ուկրաինական պատերազմի բուրըն փուլում նույնիսկ Լեհաստանի վրա են ասում են Լեհաստանը ռուսական տարածք է եւ այլն եւ այլն։ Ավելին ԱՄՆ-ի այս վարչակազմն է ասում Ղրիմը կարող է Ռուսաստանն լինել եւ Զելենսկին մերժում է բանակցությունը տապալվում է։ Եթե քաղաքական շահը լինի եւ իրենք ցանկություն ունեն այստեղ ներկայություն ունենալ, ամենամեծ դժբախտությունը գիտեք որն է, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս անվտանգային համակարգ Հայաստանի Հանրապետությունից չի կախված։ Սա ամենամեծ դժբախտությունն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը եթե դիտարկվեր եւ լիներ իսկապես ուժային գործոն, տարբեր երկրների եւ տարբեր աշխարհակահաղական կենտրոնների հետ հարաբերությունները լրիվ ուրիշ մակարդակի վրա կլինեին։ Ըստ քո ուժի են քեզ դիտարկում։ Եթե այս պահին քեզ նայում տեսնում են, որ օրինակ Ադրբեջանի հետ Չինաստանը նախագահի մակարդակով պետքա շփվի եւ Հայաստանի մակարդակով ներկայացուցիչ պետքա դուրս գա ինչ-որ մի բան ասի, որ հա դե ձեզ էլ ենք հաշվի առնելու այս process-ների մեջ, այդ խնդիր է։ Երբ որ ռուսական կողմը նույն ադրբեջանական կողմի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եւ ամենաբարձր մակարդակով է իրականացնում իր այդ խնդիր է։ Անկամ այդ խնդիրը, երբ որ ֆրանսիական եւ ադրբեջանական կողմերը իրար հավասար թշնամանքի դիտանկյունից են հանդես գալիս, այնպես չի որ ադրբեջանական կողմը կուլ է տալիս ինչ որ ֆրանսիական կողմի գործողություն, ավելին ասում են ներքին գործերի հետ եմ խառնվում։ Եվ խառնվում է, այնպես չի որ չի խառնվում։ Ելնելով այդ ուժային բալանսից էլ արդեն մեծ պետությունները իրենց հաշվարկներն անում են։ Հասկանալ է, ես կուզեի վերադառնալ ասես ռեգիոնալ խնդիրներ, մասնավորապես անպայման եկեք այս հարցից էլ խոսենք, Ադրբեջանում դատավարությունը որ գնում է, նաև վերջերս թեմա են դարձրել այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության հարցը եւ քաղաքացիներ առևանգված այնտեղ իբր ցուցմունք տալիս այն ինչ որ մենք խոսում ենք եւ հղում ենք անում, որ սա ասած այս, նա ասած այն եւ այլն ակնհայտ է, որ ճնշումների, խոշտանգումների, մահվան սպառնալիքի ներքո են գտնվում այդ մարդիկ եւ Ադրբեջանը կարող է նման ճնշման միջոցներով ամեն բառ հանել յուրաքանչյուրից, հա։ Սերժ Սարգսյանի անունն է նաև շոշափում որպես կազմակերպիչ ճակերտավոր ցեղասպանության Խոջալույի, հա։ Տարբեր զինվորականների, այդ ձեր կարծիքով սա տուժած մարդիկ են իբր ներկա, սա ինչի համար է արվում, սա այսպես հեռահար ինչ որ նպատակ ունի, թե էլի սեփական հանրությանը ներկայացնելու նպատակ։ Միանշանակ հեռահար նպատակ ունի։ Ավելին համոզված եմ, որ այս Խոջալույի դեպքերը ցեղասպանություն որակելով եւ ուրցնելով դրան վատակ իրենք ինչ որ մի փուլում սա բերելու են եւ ինչ վատ բառ եմ օգտագործում, էլի առևտրի առարկա դարձնեն, ասեն դե դուք ձեր ցեղասպանությունից հրաժարվեք, մենք մեր ցեղասպանությունից հրաժարվենք։ Սա միանշանակ այսպես հավասարության նշան դնելու քաղաքականության իրենց հերթական բանն է, երբ որ օրինակ խոսում ենք, ասում ենք բաները դատական հայցերը հետ վերցնել, ադրբեջանցի մեր Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ինչ են ասում, դե իրենք էլ են, չէ, իրենք էլ են իրենց հայցերը հետ քաշում, մենք էլ ենք քաշում, այն պարագայում, երբ որ այդ հայցերի ադրբեջանական հայցերի բացարձակ մեծամասնությունը պատասխան հայցեր են, այսինքն ինքնապաշտպանության համար տրված հայցեր են եւ հավասարության նշան չի կարելի այդ երկուսի դեմը դնել։ Կամ օրինակ, երբ որ խոսում են, չգիտեմ, եվրոպական դիտորդներ հանելու մասին, ասում է դե երկու կողմերում էլ չի լինելու, չէ, երկու կողմերի մասին է խոսքը։ Ադրբեջանական կողմը սեփական անվտանգային համակարգը ունի, ինքը այդպես
լուրջ վտանգներ չունի, որ Հայաստանի Հանրապետություն պիտի հարձակվի Ադրբեջանը գրավելու, ինքը կարիք չունի այնտեղ երրորդ կողմ տորալ, դու կարիք ունես այդ երրորդ կողմի եւ այսպես շարունակ, այսինքն նույն սկզբունքով իրենք անհավասարը հավասարի հետ փորձելու են հավասարության նշանի տակ դնել, այսինքն այս մարտավարությունը իրենց մոտ հաջողել է, այս մարտավարությունը նույնիսկ հաջողել է այնքանով, որ կարողացել են անգամ հիմա այս պահին օրինակ հստակ օրինակ եմ բերում ձեզ, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջ կա։ Հայաստանի Հանրապետությունը Ալեն Սիմոնյանը ժամանակին դուրս եկավ, ասաց, որ եթե իրենք էլ փոխեն, մենք էլ կփոխենք։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը չունի նման պահանջ, որ Ադրբեջան դու էլ քո Սահմանադրության մեջ ունես, իզնից տարածքային պահանջ, դու էլ փոխի, ես էլ, բայց ինքը ասում է, ես կգնամ կփոխեմ իմ Սահմանադրությունը, կհրաժարվեմ անկախություն վիճակագրից։ Հիմա իրենք այս ճանապարհով գնում են, տեսնում են, որ դա էֆեկտ է տալիս, դա այդպես այդ մարտավարությունը արդյունք ունի, այդ ճանապարհով գնում են։ Կարծում եմ, այս Խոջալույի դեպքերը այդքան ուրցնել է եւ նույնիսկ թիրախավորել է կոնկրետ քաղաքական դեմքերի, նաեւ պայմանավորված է նրանով, որ տեղում դիմադրություն չհանդիպեն, այսինքն Հայաստանի քաղաքական շրջանակներն էլ հիմնական ընդդիմադիր խաղացողներն էլ Սերժ Սարգսյան թիրախավորել է դա նկատի ունեք, որ եւ ոչ մի, ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանին էլ են թիրախավորելու, այդ ինֆորմացիաները արդեն գնացել է, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ են թիրախավորելու, ավելի ներկայացնելու են որպես միջազգային հանցագործներ, էթնիկ զտում արած ադրբեջանցիներից, ավելի նույնիսկ կարող է իրավիճակ գա, որ փորձեն ասել, դե մենք էլ միջազգային դատարան ենք դիմում պահանջելու համար իրենց որպեսզի մեզ հանձնեն, եւ այս շրջանակներում փորձեն ինչ որ պես շատ գեղեցիկ գծած խաղ կլինի այս պարագայում, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմությանը հիմնական դիմադիր խաղացողներին թիրախավորելով իշխանությանը ազատեն այդ քաղաքական ճնշումից եւ տանեն ինչ որ փաստաթղթեր ստորագրելու, որին Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է եւ բազմաթիվ անգամներ ինքը գետնի վրա ցույց է տվել, որ ինչ որ բաներ է հայտարարում, որ իր համար դրանք կարմիր գծեր են կամ անընդունելի են, հետո ինքը այդ նույն քայլերին գնում է պատճառաբանելով, որ իրավիճակը փոխվի։ Հայաստան վարչապետը ասել էր, որ փաստորեն Ադրբեջանը այդ ցուցմունքները կորզում է հոգե ներգործուն միջոցներ խոշտանգումների միջոցով Բաքվի լրատվամիջոցները ընդ որում պետական մի քանի այսպես տեղեկություններ են հրապարակում վերագրելով խոսքեր մեր հայրենակիցներին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին իհարկե էլի եմ ասում հասկանալի է ինչ պայմաններում են այդ մարդկանցից այդ խոսքերը կորզում, հա, կամ վերագրում նրանց, մենք չունենք որևէ իդենտիֆիկացիա, որ իրոք այս մարդը ասել է կամ իր համոզմունքն է, թե հարկադրել են, էլի։ Ավելի շատ փաստերն մասին է, որ հարկադրել են եւ հարկադրված այդ մարդիկ ինչ որ բաներ են ասում, բայց նաեւ որ Հայաստանն էր ֆինանսավորում պաշտպանության բանակը, Հայաստանի պաշտպանության նախարարությաններ ենթարկվում պաշտպանության բանակը եւ վերջում որ Հայաստանի կողմից էր կառավարվում Արցախը կամ պաշտպանության բանակը, այսինքն անընդհատ Հայաստանի մասնակցություն ապահովել Արցախի պետական կազմավորումների աշխատանքին, հա, փորձում է կառավարում ոչ թե մասնակցություն։ Սա օկուպանտի մեղադրանք ներկայացնելու նպատակով է արվում։ Ընդ որում այս ցուցմունքները, ինչպես նշեցի, հասկանալի է ինչ պայմաններում են իրենք կորզում, բայց նաև հասկանանք նպատակը ինչու։ Նախ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չպետք է այդպես ասի չէ, ես ոչ մի առնչություն Լեռնային Ղարաբաղի հետ չեմ ունեցել, որովհետև մինչև 2020 թվականը ինքը սեփական իրավական ակտերով Հայաստանը Հանրապետությունը հանդիսանում էր Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, որը իրենց ենթադրում էր Օրինակ միջպետական վարկեր տրամադրում։ Այո, միջպետական վարկի տրամադրում, որը իրենից ներկայացնում էր, այսինքն եկեք այդպես ճշմարտությունների դեմ չգնանք, էլի հիմա ամբողջ քաղաքական իստաբլիշմենտը խոսում էր, որ 98 թվականին որոշում ա կայացվել, որ բանը Արցախի պաշտպանության բանակը պիտի ենթարկվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակին։ Այս սրանք բաց տեղեկություններ են, որոնք որ
միջև այս ռազմաքաղաքական ղեկավարության բռնվել է, գտնվել են ազատ այդպես շրջանառության եւ քննարկումների մեջ։ Բոլորս էլ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ թե կառավարման համակարգում, այլ անմիջական այդպես որոշումների կայացման վրա բավականին մեծ ազդեցություն ունեցել Հայաստանի Հանրապետությունը։ Վերջապես չմոռանանք, որ շարժումը սկսվել է միացման փիլիսոփայությամբ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, եթե Հայաստանի Հանրապետությունն է գնում նոյեմբերի 9-ին փաստաթուղթ ստորագրում, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը ընդունում է, որ սա տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Սա պետք է ընդունենք, որ որպես, չգիտեմ, իրողություն։ Այո, շատ լավ կլիներ։ Կոնֆլիկտի կողմեր, մասնագետներ, կոնֆլիկտի կողմեր, թե բանակցային կողմեր, այսինքն։ Տեսեք, եթե Հայաստանի Հանրապետության, օրինակ եմ ասում, եթե 94 թվականին գոյություն էր Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ ստորագրություն, 94 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունները բերեց մի իրականության, որ ադրբեջանական կողմը բանակցային սեղանին կարողացավ Հայաստանի Հանրապետությունը լինի կողմ, Ադրբեջանի Հանրապետությունը լինի կողմ եւ վերջ։ Եվ լինեն երրորդ կողմեր։ Այսինքն որևէ կերպ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցային process-ում ներգրավված չէ։ Հիմա եթե ինչ որ մեկը բանակցային process-ում ներգրավված չի, իր տեղ իր շահերը պաշտպանում է երրորդ կողմը։ Տրամաբանական չի, որ սա արձանագրում է, որ գոյություն տարածքային վեճ։ Վերջապես Մինսկի խումբի համանախագահության գոյությունը այն մասին է, որ գոյություն ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքային վեճ։ Սա ոչ թե Ադրբեջանի այդպես Հայաստանի օկուպացիայի ադրբեջանական հողեր, այլ գոյություն ունեցել տարածքային վեճ, այդ տարածքային վեճի շրջանակներում եղել է կոնֆլիկտ։ Այդ կոնֆլիկտի առաջին փուլում հաղթել է հայկական կողմը, որի հետևանքով ադրբեջանական կողմը ունեցել է տարածքային կորուստներ։ Եվ հայկական կողմը որևէ բանակցային շրջանակներում չի ասել, որ գիտեք ինչ այդ բանակցային այն տարածքները, որոնք որ ռազմական գործողությունների հետևանքով բացի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից, որ այդ տարածքները մերն են եւ վերջ մենք չենք ընդունում, որ այդ տարածքները մենք գրավել ենք։ Սրանք փաստեր են, որոնք արձանագրված են։ Այսինքն պաշտպանվելիս էլ պետք է էլի գրագետ պաշտպանվել, այնպես չներկայացնել, որոնք որ քեզ դեմ տան ասեն, օրինակ մի հատ հարցազրույց անեն 2000 թվականին ինչ որ պետական ռազմական գործ չի, ասեն, բայց ոնց է, օրինակ այս մարդը ասում է, որ ՊԲ-ն բանի անմիջական ղեկավարվում է բանից ՊՆ-ից, այս ոնց է ստացվում։ Դե իրենց թեզերն է, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, այդտեղ ինքնորոշման հարց չի եղել, այլ եղել է Հայաստանի օկուպացիա, իսկ միջազգային իրավունքով պետությունների տարածքների օկուպացիան անթույլատրելի է, հետևաբար Հայաստանը ռազմական տուգանք պետք է։ Չի կարող այդպիսի մեղադրանք լինի, որ նախ սկսենք դրանից, որ 92 թվականին ինքնապաշտպանական ուժեր են գոյություն ունեցել Լեռնային Ղարաբաղում, այն ժամանակ ՊԲ-ՊՆ հարաբերակցություն եւ հարաբերություններ չկար։ Սա խոսքը 98 թվականից հետո, երբ որ ես ասում եմ 98 թվականից հետո, այսինքն նման որոշում, որ Հայաստանի Հանրապետության ՊԲ-ն եւ պետք է ենթարկվի ՀՀՊՆ-ին կայացվել է 98 թվականին պատերազմական գործողությունները ավարտվելուց հետո։ Մինչև 94 թվականը Հայաստանի Հանրապետությունը մաքսիմում նյութատեխնիկական այդպես բավարարում է իրականացնում Լեռնային Ղարաբաղին, բա հայեր էին ապրում այնտեղ, հայերի դեմ որոշակի ցեղասպանական գործընթացներ տեղի ունեցել, հայերը զենք էին վերցրել իրենց պաշտպանելու, գոյություն ունեցել ԽՍՀՄ-ի փլուզում, որի շրջանակներում լրիվ իրավական ճանապարհով Լեռնային Ղարաբաղը անկախացել է, ոչ մի, այսինքն ԽՍՀՄ օրենսդրության որևէ կետ չի խախտել Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն էլ իր հայերին եկել է օգնություն է ցույց տվել։ Այսինքն այսպես այս ֆորմատը պաշտպանվելու ավելի գրագետ եւ ավելի ճիշտ է, քան թե դու կանգնես, ասես մենք բանի հետ Լեռնային Ղարաբաղի հետ ոչ մի առնչություն չենք ունեցել, այսօր 21-րդ դարը էլի 1000 ու մի այդպես տեսանյութեր կան, որոնք որ կարող են քեզ ցույց տալ, որ ինքն էլ այսպեսի մի հատ նախադեպ կա, եթե դու ինչ որ մի բանում այսինչ հարցում դու ստում ես, ուրեմն այս մյուսումն էլ ես ստում, ուրեմն այս մյուսումն էլ ես լավ այդպես պաշտպանությունը ավելի գրագետ կազմակերպել, որպեսզի այդպեսի Վերջնարդյունքը դուք տեսնում եք սրա այս դատավարությունների, մեղադրանքների ոչ միայն անձանց նկատմամբ, այլև պետության, այսպես։ Եթե պատկերացնենք այսպիսի սցենար, որ Հայաստանի Հանրապետությունը գնալու է բոլոր քայլերով, զիջման ճանապարհով եւ Ադրբեջանի կողմից առաջադրած բոլոր նախապայմաններով խաղաղություն ստորագրելու ճանապարհով, ապա միայն այս պարագայում եմ տեսնում, որ այս մարդկանց կարող են
միջևերջ մզելուց հետո բաց թողնել։ Հակառակ մնացած բոլոր սցենարների դեպքում այս մարդիկ ոչ միայն քաղաքական գերի են, որոնց միշտ կարելի է օգտագործել, որոնց խոսքը միշտ ինչ որ ձևով կարելի է վաճառել եւ Հայաստանի Հանրապետության վրա եւ միջազգային խաղացողների վրա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Նմանապես։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արամ Այսաղավեկյանին։